Օրեր առաջ Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին սպանված ամուսինները Ռոստովից էին։ 44-ամյա Մարինե Հայրապետյանը եւ նրա 46-ամյա ամուսինը Վահե Մարտիրոսյանը արձակուրդ էին վերցրել եւ եկել Հայաստան իրենց ազգականի հարսանիքին։ Նրանց սպանել է այն մարդը, որը մինչև այդ Արամուս գյուղի դաշտում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ սպանել էր մեկ այլ ամուսնական զույգի՝ իր հարևաններին։ Ըստ քննության, Կոտայքի մարզի 61-ամյա բնակիչը իրեն պատկանող հրացանից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչներ Գևորգ եւ Արմենուհի Ղազարյանների ուղղությամբ, ինչի հետևանքով նրանք մահացել են։ Սպանելուց հետո տղամարդը վազել է դաշտով եւ Զովաշեն գյուղի մոտակայքում տեսել կայանված Աուդի մեքենա, որի մոտակայքում կանգնած են եղել ամուսինները։ Նա պահանջել է բանալիները, բայց Մարինեն եւ ամուսինը հրաժարվել են տալ։ Այնուհետև նա իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել, սպանելով նրանց։ Նույն օրը մարդասպանը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին եւ տվել խոստովանական ցուցմունք։ Կասկածյալը ձերբակալվել է սպանված Մարինա Հայրապետյանի եւ Վահե Մարտիրոսյանի մեքենայում։ Մոտակայքում հայտնաբերվել է որսորդական հրացան։ Ռուսաստանի քաղաքացի Մարինա Հայրապետյանը 21 տարի Դոնի Ռոստովի Դա Վինչի կլինիկայում աշխատել է էնդոկրինոլոգ եւ ուլտրաձայնային հետազոտության մասնագետ։ 2022 թվականին նա Ռոստովի մարզի էնդոկրինոլոգների շարքում զբաղեցրել է 3-րդ տեղը։ Զույգն ունի 15-ամյա դուստր։